Սուրբ Աննա եկեղեցու բակում են հավաքվել երևանցիները երթով ազատության հրապարակ շարժվել Հայաստան դաշինքի մեծ հանրահավաքին։ Ճանապարհին Քոչարյանի օրոք կառուցված հյուսիսային պողոտայում նրանք մարդկանց հորդորում են հունիսի 7-ին ընտրել համար 17-ին։ Անվտանգ ու մրցունակ երկրի առաջնորդին ընտրողները դիմավորում են վանկարկելով միասին կարող ենք։ Ազատության լեփլեցուն հրապարակում բոլորն են ուզում լուսանկար ունենալ Հայաստան դաշինքի առաջնորդի հետ իրենց բառերով հունիսի 7-ի հաղթանակից առաջ։ Համառ են Հայաստանի ընտրողները, նկատում է Իշխան Սաղաթելյանը, նրա խոսքով դաշինքի աջակիցները միշտ են պայքարի առաջին շարքերում։ Եվ կեցեք դուք, այս տեսակը մեր երկրում չի պարտվելու։ Ընդամենը մեկ շաբաթից հունիսի 7-ին որոշվելու է հայ մարդու ճակատագիրը, պնդում է Սաղաթելյանը։ Որոշվում է Երևանում ու Հայաստանում, ու մենք տեր ենք մեր ճակատագրի։ Սաղաթելյանը դիմում է նրանց, ովքեր որոշել են հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին երրորդ անգամ վարչապետ ընտրել։ Սիրելի հայրենակից, քվեարկելով Նիկոլին, դու քվեարկում ես Ալիևի համբալին, որը խնդիր ունի հայ ժողովրդի հետ։ Հետևաբար պետք է մերժել Նիկոլին և քպին։ Երկրին կայունություն, անվտանգություն, համերաշխություն բերելու համար պետք է քվեախցիկում ծրարի մեջ դնել համար 17 քվեաթերթիկը, ասում են դաշինքի անդամները։ Բոլորին առաջարկում մասնակից դառնալ անվտանգ ու մրցունակ երկիր կառուցելու մեծ գործին։ Քվեարկելով համար 17-ին Հայաստան դաշինքին, դու կանգնում ես և պաշտպանում ես քո երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Քվեարկելով Հայաստան դաշինքին, դու կանգնում ես հայ առաքելական եկեղեցու կողքը և պաշտպանում ես քո ինքնությունը։ Թնդում է ազատության հրապարակը, երբ Սաղաթելյանը վստահեցնում է մոտ է հաղթանակը։ Հունիսի 7-ը իշխանափոխության օր է։ Հունիսի 7-ը Նիկոլին վրընդելու օր է։ Հունիսի 7-ը քպային պատմության աղբանոց նետելու օր է։ Դե ուրեմն, հունիսի 7-ին համար Իշխանափոխության համար կարևոր է ընտրություններին ակտիվ մասնակցությունը, ընդգծում է Հայաստան դաշինքի անդամ Սևակ Խաչատրյանը։ Մեր հայրենակիցներին ասում ենք, որ մենք էլ ձեզ ենք խնդրում, որպեսզի ակտիվ մասնակցելով ընտրություններին, քվեարկելով համար 17-ին Հայաստան դաշինքին, օգնեք մեզ, որպեսզի կարողանանք ազատվել այս իշխանություններից։ Հետո ամեն ինչ լավ կլինի, օրինակ գյուղացին իրեն մենակ չի զգա, վստահեցնում է Արծվիկ Մինասյանը։ Հայաստան դաշինքը գալիս է, որպեսզի կանգնի հայ գյուղացու կողքին։ Հայաստան դաշինքը գալիս է, որպեսզի հայկական գյուղը զարգանա, հայ երիտասարդը ապագա ունենա, հայ ծնողը վստահ լինի, որ իր զավակը ապրելու է այս երկրում, իր երկրում, ունենալու է բազմաթիվ թոռներ, ծորներ և իր ապագան կապելու է այս երկրի հետ, մեր չկնաղ, մեր սիրելի Հայաստանի հետ։ Ապագան մշուշոտ է հիմա, երբ մարդիկ ճկրում են վարքերի տակ, ասում է Մինասյանը։ Հայաստան դաշինքը գալիս է, որպեսզի վերացնի այս ամենը։ Մենք մաքրելու ենք բոլոր այն սև ցուցակները, որտեղ հայտնվել են մարդիկ ամենատարբեր վարկեր վերցնելով և տարբեր պատճառներով չկարողանալով դրանք մարել, այսօր զրկվել են նաև նվազագույն գումար ստանալու հնարավորությունից։ Հայաստան դաշինքը գալիս է, որպեսզի ազատագրի
քրեակատարողական հիմնարկները մենք իրականացնելու ենք լայնածավալ համաներում։ Չի մոռանում հիշեցնել Արծվիկ Մինասյանը, հունիսի 7-ին պետք է գնալ ընտրատեղամաս։ Հայաստանում հաստատում ենք հայ մարդու իշխանություն։ Այս ոգին պետք է պահպանի հայ ժողովուրդը, պնդում է Աննա Գրիգորյանը։ Այս ոգով ուղիղ մեկ շաբաթից մենք միասին հեռացնելու ենք Ալիևի Խամաճիկին։ Դրա համար պետք է հունիսի 7-ին գնալ ու մասնակցել քվեարկությանը, կոչ է անում Աննա Գրիգորյանը։ Գնա ընտրության եւ ընտրիր Հայաստանը, որ ունենանք խաղաղություն սահմաններին եւ սահմաններից ներս։ Գնա ընտրության եւ ընտրիր Հայաստանը, որ վերադարձվեն մեր բոլոր ռազմագերիները, ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները եւ լինի մեծ համաներում։ Գնա ընտրության եւ ընտրիր Հայաստանը, որ կրթությունը լինի անվճար եւ որակյալ։ Աննա Գրիգորյանը հուզված է պատմում զոհված զինվորներից մեկի մոր պահանջի մասին, որ լսել է հարթակ բարձրանալուց առաջ պատասխանատվության ենթարկել Արցախի կորստի պատասխանատուներին։ Բայց այն մարդիկ իսկապես, ովքեր այս ավերածությունը բերել են, պետք է պատասխան տան։ Եվ այո, մեր թիմը այն թիմն է, որ հստակորեն նախագահ Քոչարյանի ղեկավարությամբ ասում է, որ այդ բոլոր մարդիկ պատասխան են տալու։ Քոչարյանի հաղթանակով կսկսվի երկրի զարգացումը, համոզված է Ազատության հրապարակը։ Արդյունավետ կառավարման հարուստ փորձով առաջնորդը 7 կետ է առանձնացրել, թե անցած 8 տարիներին, որոնք են եղել երկրի ղեկավարության ամենամեծ սխալները։ Այս իշխանությունը անկուշտ է, գիշեր ցերեկ, ուտում է, ոչ միայն սնունդ, ուտում է բյուջեն, ուտում է մարդկանց կյանքերը։ Պատասխան տալու ժամանակը մոտենում է, հիշեցնում է Քոչարյանը։ Հռոմյան հայտնի բանաձևը հաց եւ զվարճանք իրենք վերափոխել են մահ եւ զվարճանք։ Բոլորն ունեն սխալներ, ասում է Քոչարյանը, բայց ոչ այնքան, որքան քաղաքացիական պայմանագիրը։ Իշխանությունը կարող է սխալվել, բայց ոչ այդքան։ Սխալվելու լիմիտը իրենք վաղուց սպառել են։ Ճակատագրական ընտրությունների շեմին նոր սպառնալիք է մոտենում Հայաստանին, ասում է երկրորդ նախագահը։ Սպասվող տնտեսական մեծ ճգնաժամը պետք է կանխել քվեարկությանը մասնակցելով։ Այսօր մեր տնտեսությունը էապես կախված է ԵԱՏՄ-ի տնտեսությունից։ Եվ այսօր փաստորեն Հայաստանին դրվել է ուլտիմատում։ Որոշեք, դուք որտեղ եք։ Սա անհետ չի մնալու մեր ժողովրդի համար։ Եվ եթե ինչ-որ հրաշքով այս իշխանությունը մնա, ապա Հայաստանի տնտեսությունը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ։ Հավատացեք ինձ, ես գիտեմ ինչ եմ ասում։ Եվ հանուն ինչի այս ամենը։ Հանուն նրան, որ մեկ մարդ ուզում է անպայման պահել իր աթոռը, սոսնջել է իրեն այս աթոռի հետ։ Ուրեմն պետք է պոկենք, եթե աթոռի հետ ինչ-որ բան էլ պոկվեց կլեի պատճառով, մեր դարդը չի դա։ Պետք է գնալ ընտրության, որ երկրում հաղթահարվի ճգնաժամը, Հայաստան գա իրական երաշխավորված խաղաղությունը, ասում է Քոչարյանը։ Չկա Նիկոլը պաշտոնում, չկա պրոբլեմներ Հայաստանում։ Չկա Նիկոլը, չկա ճգնաժամ։ Չկա Նիկոլը, չկա աղքատություն։ Չկա Նիկոլը, չկա պատերազմ։ Չկա Նիկոլը, չկա ազգային նվաստացում։ Չկա Նիկոլը, չկա 300,000 ադրբեջանցիների վերադարձը։ Բոլոր այս խնդիրները լուծվելի խնդիրներ են։ Ես գիտեմ ոնց է դա կարելի անել եւ մենք դա անելու ենք։ Հունիսի 7-ին ընտրել փորձը, ընտրել պատասխանատվությունը, ընտրել Հայաստանը, ընդամենը մեկ քվեաթերթիկ ընտրելով, հորդորում է Քոչարյանը երևանցիներին։ Ընտրում ենք Հայաստանը։
Հայաստան վանկարկումները մայրաքաղաքն են ողողում։ Մեծ երթ է սկսում Հայաստան դաշինքը, պարտվածի կարգավիճակից դուրս գալու ամենակարճ ուղին փորձված ու հաղթած առաջնորդ ընտրելն է ուղերձով։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Շալբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր, Կիրակի։